Տեր Մաղաքյա այսօր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագել նախ կխնդրեմ մեր հեռուստադիտողներին հետևորդներին ասեք ինչ խորհուրդ ուներ, ինչ համար էր այսօր պատարագումը։ Ամեն օր մեր թեմում, մեր թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ ամեն օր մեր թեմում մենք հասկացնում ենք, այսինքն մատուցում ենք Սուրբ Հիվանդանոց պատարագ, խորհուրդը հայրենիքի ամրության համար, անսասանության համար, եկեղեցու անսասանության համար, հայրապետի արևշատ օրերի համար ձերբակալված մեր սրբազան հայրերի, Տեր հայրի եւ բոլոր քաղաքապետարանների շուտապույտ դուրսգրման համար եւ այսօրը հերթական Սուրբ Հիվանդանոց պատարագն է, որ մատուցվեց Թալինում, մենք էլ մեծ ուրախությամբ եկանք մեր Տեր հայրի հետ միասին աղոթելու մեր երկրի եւ մեր եկեղեցու համար։ Տեր Մաղաքյա, հիմա իշխանություն եկեղեցի հակամարտությունը, այսպես կարելի ասել, պիկին է հասնում, գնում է տարբեր եկեղեցիներ, իշխանությունը, ղեկավարությունը պահանջում են կաթողիկոսի հեռացումը, Փաշինյանի ձեռքն են սեղմել նաև 10 եպիսկոպոսներ, բարձրաստիճան հոգևորականներ, այս ամենը ինչով կարող է հանգուցալուծվել, ինչով պետք է հանգուցալուծվի վերջն, ինչպես եք տեսնում դուք։ Մենք քրիստոնյա ենք եւ մեր ամենքիս հույսը Աստվածն է, իսկ քրիստոնյան հուսահատվելու իրավունք չունի եւ ես վստահ եմ, որ եկեղեցին անսասան եղել է եւ անսասան մնալու է ի գլուխ Քրիստոսով, մեր Աստծով եւ գահակալով ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հայրապետով Ցավոք սրտի տեսնում ենք, որ մեր եղբայրներից շատերը իրենց ուղուց շեղվում են, բայց դատավորը ես չեմ, դատավորը Աստվածն է, ես աղոթում եմ իրենց դարձի համար, իրենց եկեղեցու ներս գալու համար, ես վստահ եմ, որ եկեղեցին միշտ եղել է հաղթանակած եւ հիմա էլ եկեղեցին հաղթանակելու է։ Իշխանությունը խոսում է եկեղեցին մաքրելու, այսպես կաթողիկոսը պետք է հեռանա, այժմ 4 սրբազաններ են կալանքի տակ տարբեր մեղադրանք։ Նախ թույլ տվեք ասել, որ եկեղեցին մաքրողը իրենք չեն, առաջի հերթին, եկեղեցին մաքրման կարիք չունի, եթե անգամ ունի, դրա համար կան հատուկ ժողովներ, կան հատուկ անձնակազմ, որոնք որոշում են այսինչ թերության լուծումը եւ այն ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով, ամեն մեկը զբաղվի իր ծառայությամբ, իր առաքելությամբ, Եթե մենք ունենք ծառայություն բերելու մեր ազգին, աղոթելու համար, պետք է մենք աղոթենք մնանք մեր աղոթական կյանքի մեջ։ Եթե մենք ունենք իշխանություն մեզ տրված երկիրը կառավարելու, առաջնորդելու, պետք է մենք մնանք մեր կառավարման մեջ եւ մտածենք ավելի այն գործի մասին կամ այն ծառայության մասին, որը որ մենք ունենք։ Հայրապետը ընտրված է ազգի կողմից եւ չունի որևիցե մեկը իրավունք քննարկելու, խոսելու հայրապետի դուրս գալու մասին, հայրապետին փոխելու մասին, եկեղեցին մաքրելու մասին։ Եկեղեցին չունի մաքրման կարիք։ Այո, մենք բոլորս թերություններ ունենք։ Երբևիցե մենք չենք ասում, որ մենք սուրբ ենք կամ մենք կատարյալ ենք։ Ոչ, մենք էլ թերություններով լցված մարդիկ ենք մականացու։ Գիտեք, ժողովրդի եւ քահանայի միջև ինչ տարբերություն կա։ Քահանայի մեղքը Աստված պահանջելու է տասնապատիկ եւ ավելիով իրենից, որովհետեւ ինքը կոչված է քահանայության, իրեն տրված է քահանայություն, ծառայելու Աստծուն եւ ժողովրդին։ Այնպես որ թողնենք, թող Աստված որոշի, ով է մեղավոր եւ ով անմեղ։ Եվ ելի եմ կրկնում, եկեղեցին ունի հատուկ կառույցներ նման հարցերը քննելու եւ որոշում կայացնելու։ Եթե կուսակրոնը խախտել է ուխտը, շատ լավ։ Եթե կան փաստեր, քննվում է եւ կայացվում է արդար որոշում։ Բայց այդ իրավունքը վերապահված է միմիայն եկեղեցում, եկեղեցականներին, եկեղեցու ներսում, ոչ իրենց։ Դասում նաև եկեղեցի որևէ բան չի անում այդ ուխտադրուժ հոգևորների հրասանը կաթողիկոսի։ Գիտեք, երբ որ մենք հիմա նայում ենք շատ հոգևորականների 1 ամիս առաջ կամ 2 ամիս առաջ տրված հարցազրույցը,
եւ նայում ենք հիմա, մենք տեսնում ենք, որ իրենք եղել են արդար 2 ամիս առաջ։ Ինչ որ խոսում էին 2 ամիս առաջ, նա համապատասխանում էր իրականությանը, հա։ Դες ինչով է դա, ես որքան հասկացա խոսքը Գևորգ Սրբազանի չէ։ Ոչ միայն։ Պայմանավորված էս ամիսների տարբեր մտքեր, չգիտեմ, կերպարանափոխությունը այսպես։ Գիտեք, քանի որ իրենք մեր եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներն են, ես էլ խոնարհաբար քահանա եմ, ինձ իրավունք չեմ վերապահում քննելու իրենց վարքը եւ իրենց մասին կարծիք արտահայտելու, միայն նա կարող եմ ասել, որ իրենք արդար էին 2-3 ամիս առաջ, իմ կարծիքով։ Շատ լավ է նախաքեձեր թեմից 2 քահանա կարգավորիչ է եղել Ստեփան Ասատրյանը, այժմ Հովանավանքում շարունակված վարչության իրականացնել։ Հիմա թեմում ինչ վիճակ, ինչպես է դուք դրան վերաբերվում, երբ որ կարգավորիչ եղած հոգևորականը շարունակում է պատարակներ անցկացնել եւ անգամ որքան հիշում եմ կողպիկներ փոխել։ Վստահաբար լավ չենք նայում, որովհետեւ եթե եկեղեցին տալիս է մեզ քահանագործելու իշխանություն, նույն եկեղեցին էլ ունի իրավունք մեզ զրկելու մեր իրավունքից։ Եվ վստահաբար աշխարհիկ մարդը երբ մատուցում է հոգևոր արարողություններ, դրանք վավերական չեն։ Դա ոչ թե ես եմ ասում, այլ դա եկեղեցու կանոնն է ասում։ Դա ոչ թե մեր թեմի կանոններն են ասում, դա մեր եկեղեցու վաղնջական ժամանակվանից ընդունված կարգն ու կանոնն է այդպես։ Վստահաբար մենք մեր եղբայրներով հանդերձ մենք մնացել ենք ամուր մեր Սրբազան հոր առաջնորդությամբ, մեր հայ սրբի առաջնորդությամբ, մենք աղոթական կյանք ենք ապրում, աղոթում ենք բոլորի համար, աղոթում ենք նաև իրենց համար, աղոթում ենք մեր Սրբազանի շուտ ապույտ գալու եւ իր հոտը հովելու համար։ Մենք աղոթում ենք նաև իրենց համար։